Բարև ձեզ։ Այսօր օրվա թեման մեր մոտ մնում է Իրանը եւ Իրանի շուրջ կատարվող այսպես իրադարձությունները։ Մեր երկրի ղեկավարությունը պնդում է, որ իրանց գրագետ քաղաքականությունը ապահովեց խաղաղություն, ճիշտ ասած, ծիծաղ առաջացնում։ Առաջինը ես ուզում եմ բոլորը հասկանան, որ Հայաստանում խաղաղությունը ապահովում է սահմաններին այսօր կոնկրետ ռուսական սահմանապահ զորքերը, որոնք կանգնած են եւ Մեղրիում, եւ կանգնած են եւ Թուրքիայի սահմանում։ Բացի դրանից կա 102-րդ բազա, որը որ արվել է այսօրվա ղեկավարությունից այդ պայմանագրերը կնքվել է 30 տարուց ավել առաջ, երբ որ սրանք հələ կներեք մանկապարտեզային այդ սրանց մի մասը։ Դեմար ոչ մի իրանք արժանապատվություն այդտեղ չունեն։ Բացի դրանից, հարևան պետությունում սկսվում է պատերազմ, անմիջապես մեր դրան դեմը սկսվում է պատերազմ, մեր երկրում 3 օրից նոր հավաքվում է անվտանգության խորհուրդ։ Իսկ մեր երկրի ղեկավարությունը գնում է քարոզարշավի, օգտագործելով պետական ռեսուրսը, կուկուռուզներ, պերաշկիներ են ուտում։ Սա ինչի մասն է խոսում, որ մեր երկրի այսօրվա ղեկավարության համար ամենակարևորը իրենց պաշտոնը պահպանելն է, կապ չունի մեր հետ ինչ կլինի, կապ չունի մեր անվտանգությունը ինչ կլինի։ Հասկանում եք, բացի դրանից, ինչ տարբերակ կա այդ պատերազմի ավարտի Իրանի եւ Ամերիկայի եւ Իսրայելի միջեւ։ Առաջի տարբերակը Իրանը պարտվում է, դա ինչ է նշանակում, որ Իրանը երևի թե կմասնատվի մի քանի մասի, որը մեր համար էլի կատաստրոֆա։ Ինչով դա կավարտվի մեր համար մեծ հարցական է։ Եթե քրդերը այնտեղ անկախ պետություն սարքեցին, ես չգիտեմ, չեկեք չմոռանանք, որ 100 տարի առաջ հենց քրդերին մեզ մորթել։ Ես ուզում եմ, որ հասկանաք։ Իսկ եթե Իրանը հաղթեց, մենք էլի խնդիր կարող ենք ունենանք, որտեղ մեր երկրի ղեկավարությունը Ամերիկայի դեմ կզած է, ուզում է բերի տրիպի ճանապարհ սարքի, ինչա կարծում, ինչա լինելու Իրանի ազդեցությունը այն երկրների վրա, որտեղ ամերիկացիք տեղավորվում են։ Մենք դա տեսնում ենք այն 14 երկրի օրինակով, որին Իրանը այսօր հարվածում է։ Դամար սպասեք, կարծում եմ ամեն ինչը դեր առջևում է, եւ այստեղ պետք է լինել հմուտ եւ ուժեղ։